Պարոն Խաթիբզադե, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Մեզ համար մեծ պատիվ է այս հնարավորությունը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեր այցը Երևան շուտով ավարտվում է։ Կցանկանայի, որ սկսեինք ամփոփելով այստեղ ունեցած ձեր հիմնական հանդիպումներն ու քննարկումները։ Thank you very much. Thank you for giving me this very opportunity. Շնորհակալ եմ ինձ այս հնարավորությունը տրամադրելու համար։ Իրականում շուտով մեկնելու եմ եւ սա իմ վերջին հրապարակային խոսքն է Երևանում։ Ուզում եմ առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալողներին, Հայաստանի Հանրապետությանը եւ Արտաքին գործերի նախարարությանը, ինձ հրավիրելու եւ Իրանի արտաքին գործերի նախարարությանը իր տեսակետները ներկայացնելու հարթակ տրամադրելու համար։ Yes, we had Այո, շատ լավ հանդիպումներ ունեցանք։ Թեև սա իմ առաջին այցն էր Երևան, շատ հաճույքով մասնակցեցի քննարկումներին։ Being there, talking and exchanging views, I had the privilege of having meeting with your foreign minister. We discussed different issues of mutual interest. Հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, քննարկեցինք տարբեր երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին, երկու ժողովուրդների բարօրությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ընթացիկ նախագծերը։ Հանդիպեցի նաև Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարին եւ այլ պաշտոնյաների, որոնք ներկա են Երևանյան երկխոսություն համաժողովին։ Attending Yerevan dialogue. Probably you have already Իմ պանելային քննարկմանն արդեն երևի ծանոթ եք։ Ես խոսեցի Հարավային Կովկասի եւ կապուղիների, ինչպես նաև այս տարածաշրջանում կապուղիների կարեւորության ու ռազմավարական ասպեկտների մասին։ Կարծում եմ Երևանում ունեցանք շատ դինամիկ եւ ակտիվ քննարկումներ։ You did, surely you did, and my next question is actually about Իմ հաջորդ հարցը հենց ֆորումի ընթացքում ձեր ելույթում հնչած ձևակերպման մասին է։ Դուք նշեցիք, որ հանդիպել եք պարոն Գրիգորյանի հետ ու ցանկանում եք Հայաստանից լսել, որ չի կարող լինել որևէ միջանցք, որը կգործի տարածաշրջանային կապը խափանելու տրամաբանությամբ։ Ինչու է ձեզ անհրաժեշտ նման հավաստիացում, մտահոգություն կա, որ Հայաստանի դիրքորոշումը կարող է փոխվել այդ առումով։ Are there any concerns that Armenia's stance on this matter will change? No, it's not coming out of any concern. It is coming Ոչ, դա մտահոգությունից չէ, դա գալիս է նրանից, որ մենք պետք է հստակեցնենք եւ վերահաստատենք այն, ինչում մենք համակարծիք ենք, որ մեզ անհրաժեշտ է փոխկապակցվածություն, մեզ անհրաժեշտ է հաղորդակցության դիվերսիֆիկացում եւ մեզ անհրաժեշտ են տարբեր տրանսպորտային ուղիներ, բայց մենք չպետք է հետևենք նախագծերին, որոնք դուրս են թողնում մյուսներին կամ փոխում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական լանդշաֆտը։ Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Թեհրանի երկխոսություն համաժողովը, որին մասնակցում էր նաև պարոն Գրիգորյանը։ Ես նրա հետ բեմին էի, մենք քննարկում էինք Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Բայց ես նաև ուզում էի համոզվել, որ մենք նույն բանը նկատի ունենք, երբ օգտագործում ենք տարբեր ձևակերպումներ եւ որ մենք լավ ենք հասկանում միմյանց։ Այսպիսով, եւ այնտեղ, եւ այստեղ ես ուզում էի համոզվել, որ երբ մենք խոսում ենք հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման մասին, տարբեր տրանսպորտային ուղիների եւ տարանցումների մասին, եւ երբ մենք խոսում ենք խաչմերուկների մասին, մենք նկատի ունենք միմյանց կապելը, այլ ոչ թե միմյանցից բաժանելը։ Եվ դա նշանակում է, որ ցանկացած նախագիծ, որը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, չի նպաստում տարածաշրջանի երկրների բարօրությանը։ Այդ կապը խափանելու մասին խոսում է Ադրբեջանը։ I'm not calling this, one-sided intention of anybody. I think that, we have to just clear for each other what is possible and what is not possible. Ես չեմ ասում, թե դա որևէ մեկի միակողմանի ցանկությունն է։ Կարծում եմ մենք պետք է միմյանց համար հստակեցնենք, թե ինչն է հնարավոր եւ ինչն անհնար։ Այս տարածաշրջանում պետք է վստահաբար ընդհանուր ըմբռնում ունենանք, փոխադարձ ընդունելի լուծումներ։ Պետք է հարգվի միջազգային իրավունքը եւ տարածաշրջանի երկրների, ներառյալ Հայաստանի ինքնիշխանությունը։ Մինչեւ այս երկու երկրները պետք է միասին աշխատեն եւ հաղորդակցության ուղիների շուրջ լուծում գտնեն։ Մյուսներն էլ պետք է վստահ լինեն, որ խոսքը կապուղիներ ստեղծելու ոչ թե այս տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած ընդհանուր լանդշաֆտից միմյանց մեկուսացնելու մասին է։
է։ landscape that we have had for many decades in this region. Ինչ եք կարծում, Իրանը կարող է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների համար։ We fully support this peace initiative and peace agreement. Մենք լիարժեք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ 100%-ով աջակցում ենք երկու երկրների բոլոր ջանքերին։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ համաձայնություն ձեռք բերվի, այնքան լավ բոլորի համար, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի։ Իրանը երկու երկրների հարևանն է եւ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր հարևանների հետ, ինչը կցանկանայինք պահպանել։ Բայց միևնույն ժամանակ բոլորը գիտեն եւ դա գաղտնիք չէ, որ հակամարտության պատճառով շատ համատեղ նախագծեր մնացել են չիրագործված։ Always many joint projects have been remained untouched and we have not been able to materialize the capacity and Մենք չենք կարողացել այս տարածաշրջանի պոտենցիալն ու հնարավորությունները լիարժեք իրագործել։ Ուստի մեզ անհրաժեշտ է համաձայնագիր, որը կապահովի ապագա համագործակցությունը։ the victim of this Հակամարտությունների եւ բախումների զոհերը միշտ եղել են նրանք, ովքեր փորձել են խաղաղության եւ համագործակցության ծրագրեր իրականացնել այս տարածաշրջանում։ of peace projects of cooperation in this region. Iran is very often mentioning that Իրանը պարբերաբար շեշտում է, որ չպետք է լինի միջանցք, ինչը դուք քիչ առաջ նույնպես ասացիք, ինչու է Իրանը անհրաժեշտ համարում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների դեմ պարբերաբար նախազգուշական մեսիջներ հղելը։ Թեհրանը նման սպառնալիք է տեսնում։ Look, I think that I was clear that these sort of jargons should define. They are subject to be defined very carefully. Տեսեք, կարծում եմ պարզ ասացի, այս տիպի ձևակերպումները պետք է հստակ սահմանվեն։ Մենք պետք է նույն կերպ մեկնաբանենք այն։ Եթե միջանցք նշանակում է չընդունել Հայաստանի ինքնիշխանությունը, ապա կարծում եմ նույնիսկ Ադրբեջանը դա չի ուզում։ That is against the territorial integrity or sovereignty of Իրանը անշուշտ դեմ է ցանկացած նախաձեռնության, որը ոտնահարում է որևէ երկրի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը, ներառյալ Հայաստանինը։ supporting territorial integrity of Azerbaijan, Armenia and all countries in this region because in Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի, Հայաստանի եւ տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, քանի որ միջազգային իրավունքն այն է, ինչ մեզ պետք է տարածաշրջանում։ different parts or if corridors means something that is Այսպիսով, եթե միջանցք նշանակում է մի բան, որը մեր տարածաշրջանը բաժանում է 2 կամ 3 տարբեր մասերի, կամ եթե դա նշանակում է մի բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, կամ մի բան, որը փոխում է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական լանդշաֆտը, աշխարհաքաղաքական քարտեզը, ապա դա մի բան է, որը չի կարող տեղի ունենալ։ Դա պարզապես չի կարող լինել։ implications of direct access, of all countries and we do support that. Իրանը կարծում է, որ անհրաժեշտ է կապ, տրանսպորտային ուղիներ եւ դիվերսիֆիկացված ուղիղ հասանելիություն բոլոր երկրների համար, եւ մենք իսկապես աջակցում ենք դրան։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն ստեղծել խաղաղության խաչմերուկ, մենք վստահաբար ավելի քան ուրախ կլինենք։ Մենք իհարկե ունենք նաեւ մեր սեփական ծրագրերը։ Մենք կարող ենք առաջարկել մեր ավանդական երթուղիները, որոնք մեր կարծիքով լավագույնն են տնտեսական առումով տարածաշրջանային կապվածության համար։ Այնուամենայնիվ, մենք ողջունում ենք այն ամենը, ինչը այս տարածաշրջանի երկրների միջև փոխհամաձայնության արդյունք է։ Ամենակարևորն այն է, որ պետք է պահպանվեն սկզբունքները՝ միջազգային իրավունք, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն եւ հարգանք այս շատ զգայուն տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական լանդշաֆտի նկատմամբ։ Something that everybody should respect. and Iran has Իրանն ասել է, որ ամեն ինչ կանի կանխելու սրացումը տարածաշրջանում։ Իրանի կողմից կոնկրետ քայլեր կլինեն, եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստան եւ որոնք կլինեն այդ քայլերը։ case of Azerbaijani invasion into Armenia. Look, we are doing our best to prevent any sort of escalation in this region. Մենք անում ենք ամեն ինչ կանխելու ցանկացած սրում։ Մենք հավատում ենք, որ բոլորի ուզածն էլ խաղաղությունն է։ Իրանն իր ամբողջ ներուժն ու տարածաշրջանում իր դերն ու հնարավորություններն օգտագործում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցվելու նպատակ ունենալով երաշխավորելու զարգացած համագործակցային բարեկեցիկ ապագա, կարգավորված հարաբերություններով հատկապես այս երկու երկրների միջև։ These two important countries of Armenia and Azerbaijan. Coming to the nuclear deal between the United States Իսկ բանակցվող միջուկային գործարքը Միացյալ Նահանգների հետ ինչքանով է դա կարևոր մեր տարածաշրջանի համար։ for our region. Look, what is happening right now
is a negotiation between Iran and the United States on nuclear. Ինչ է հիմա տեղի ունենում։ Իրան Միացյալ Նահանգներ բանակցություններ միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների վերացման շուրջ։ Եթե համաձայնություն ձեռք բերվի, դա շրջադարձային կետ կլինի նաեւ մեր հարևանների համար, բայց անգամ առանց համաձայնության Իրանն ապացուցել է, որ այս տարածաշրջանում պատասխանատու դերակատար է, բարեկամ ու հարևան։ Մենք կարծում ենք, որ անկախ գործարքի կնքումից առաջնորդող սկզբունքն այս բարեկամությունն ու բարիդրացիությունն է, որը մենք բոլորս կիսում ենք։ This friendship and this neighborhood which we all share. But we have to know that Iran is Իրանը հաստատակամ է հասնել համաձայնության, որը կապահովի ինչպես պատժամիջոցների վերացումը, այնպես էլ կհասցեագրի մյուս կողմի մտահոգությունները, երաշխավորելով, որ Իրանի միջուկային գործունեությունը կմնա խաղաղ։ forever peaceful. We are very sure about our intention. We are very sure about our program. Մենք վստահ ենք մեր մտադրությունների, մեր ծրագրի մեջ։ Միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է, որ մյուս կողմը իրական հանձնառություն ցուցաբերի պատժամիջոցները վերացնելու հարցում, ինչի շուրջ մենք կպայմանավորվենք, եթե կարողանանք լավ, փոխընդունելի լուծման հասնել։ Նման իրական հնարավորություն տեսնում եք։ If United States just depart from old policy of not respecting Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի այլ երկրների, այդ թվում Իրանի իրավունքները չհարգելու իր հին քաղաքականությունից, հարգի մյուս ժողովուրդների, այդ թվում Իրանի իրավունքները, ճանաչի Իրանի խաղաղ միջուկային գործունեության իրավունքը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն, եւ եթե նրանք տրամադրեն պատժամիջոցների չեղարկման օբյեկտիվ երաշխիքներ, ապա կարծում եմ, որ համաձայնագիրը շատ մոտ է։ Definitely an agreement is very much close. Iran has continuously warned. Իրանը պարբերաբար զգուշացնում է տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայության մասին։ Այս պահին ունեք մտահոգություններ։ Our region has suffered from this extra-regional competition and rivalries. Մեր տարածաշրջանը երկար ժամանակ տուժել է արտատարածաշրջանային մրցակցությունից եւ հակամարտություններից։ Իսկապես դարեր շարունակ եւ իհարկե վերջին տասնամյակներում այդ մրցակցությունն օգուտ չի բերում ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ այստեղ գտնվող երկրներին։ The record that we have in our history shows that when countries of the region Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանի երկրները որոշում են համագործակցել, նրանք կարող են ստեղծել իրենց անվտանգային այնպիսի համակարգ, որը հնարավոր չէ ոչ փոխառել, ոչ էլ գնել տարածաշրջանից դուրս։ Դա այն է, ինչ մեզ պետք է։ can actually play a very important role for the future of the region. Մեր տարածաշրջանը կարող է վճռորոշ դեր խաղալ սեփական ապագայի կերտման գործում։ Մենք ազդեցություն ունենք միջազգային կարգի վրա եւ մեր տարածաշրջանը կարող է լինել սեփական ճակատագրի ճարտարապետը։ Ահա թե ինչու մենք պետք է միասին աշխատենք։ Ինչպես եք տեսնում Հայաստանի դերը այդ ապագայում։ Armenia is a very important country. Very important country. A very good neighbor for us. Հայաստանը շատ կարևոր երկիր է, մեզ համար այն շատ լավ հարևան է եւ կարևոր երկիր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ապագա կապերի առումով։ Պարսից ծոց, Սև ծով մեր նախաձեռնությունը ներառում է Հայաստանը, որը դրանում կենտրոնական դեր ունի։ A central role in that initiative. You have to know that for us Armenia is a gateway. Is a gate to Մեզ համար Հայաստանը դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն եւ դեպի Հարավային Կովկաս։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանին եւ ցանկանում ենք բարձրացնել մեր երկկողմ հարաբերությունների մակարդակը։ our bilateral relations. There is no limitation to our relations. Մեր համագործակցության համար սահմանափակումներ չկան եւ մենք պետք է բոլորին ցույց տանք, որ եւ Հայաստանը եւ Իրանը ունակ են կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք խորապես փոխկապակցված կլինեն եւ կաջակցեն միմյանց։ With each other. Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Thank you.